Հայաստանի դատական իշխանությունը, որը իշխանություն է, ընդհանրապես իրեն չի ծանրաբեռնում պետական շահով, հանրության շահով, նա զբաղված է ըստ էության միայն ինքն իրեն սպասարկելով եւ շարունակում է այդպիսին լինել ռեֆորմների 8 տարի շարունակ տեղի ունեցող գործընթացի արդյունքում։ Դրա մի վառ օրինակն է այն գեներալ Մովսես Հակոբյանի եւ մի Արմեն Հարությունյանի հետ կապված մի գործ 4.3 միլիարդ դրամի անորակ զենք Ռուսաստանից Հայաստան ներմուծելու հետ կապված, որի առնչությամբ քրեական գործ կար ԱԱԾ-ի քննչական վարչությունում 21 թվականին դեռ եւ դատարանը մերժել էր այն վարույթ ընդունել։ Անցնում է միայն 5 տարի նոր վերաքննիչ դատարանը, այն էլ արդեն հակակոռուպցիոնը վերադարձնում է գործը քննության։ Այս ամենը ուղղակի ախտորոշումն է մեր ընդհանուր դատական իշխանության, որը մեծ հաշվով, ինչպես տեսնում ենք, շատ հեռավոր այսպես առնչություններ ունի արդարության եւ արդարադատության հետ, էլ չենք խոսում պետության եւ հանրության շահի հետ։ Սա ինչ որ ձևով էլի փոփոխություն է, որովհետև կարող ենք ասել լավ է ուշ, քան երբեք, բայց շատ ենք ուշացել։ Դատական իշխանությամբ այսպես չեն զբաղվում։ Այդ կոնսերվատիվ իրավաբանությունը տնաքանդություն է Հայաստանի Հանրապետության համար։ Այստեղ պետք են ճեղքումներ ապահովող, ոչ ստանդարտ մտածող իրավաբաններ, իսկ մնացածը թող գնան իրանց տներով։ Համաձայն ես, միացիր մեզ։